Ցեղասպանությունից 110 տարի անց Հայաստանը շարունակում է հարևան երկրների կոկորդում սուր ոսկոր մնալ։ Թուրքերը չեն փոխվել և չեն փոխվելու, պատմաբան Աշոտ Մելքոնյանը հիշում է Զորավար Անդրանիկի խոսքերն ու մեջբերում. կյանքն ապացուցել է հայ ժողովրդի հետ կապված թուրքերի ծրագրերն անփոփոխ են։ Նրանց ծրագրերում հստակ կա հետևյալ մտայնությունը, որ պանթուրքական, համաթուրքական գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար հայերը ուղղակիորեն կանգնած են իրենց ճանապարհին, ինչպես ժամանակին ասում էր Բեհեդդին Շաքիրը, ինչպես ասում էր Սեֆեդ Փաշան դեռ 1876 թվականին, եւ պետք էր այդ սեպը վերացնել եւ հայերին մեջտեղից վերացնելուց հետո բնականաբար թուրքական աշխարհը կարող էր մեկ ընդհանուր շղթայի մեջ միավորվել, սկսած Թուրքիայի Հանրապետությունից մինչև Միջին Ասիա, մինչև Սիբիր, մինչև Չինաստանի սահմանները։ Բնականաբար ունենալով այս ծրագիրը իրենց ընդհանուր մոտեցման մեջ հայկական սեպը իրենց պետք է խանգարեր եւ այսօր էլ ինչ որ մենք տեսնում ենք Հայաստանը վերացնելու ծրագիրը արդեն օրակարգ է բերվել։ Գիտական հասարակության շրջանում հայոց ցեղասպանության խնդիրը վիճարկելն այլևս անհնարին է, ասում է պատմաբանը։ Աշխարհի 30 երկիր ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական մակարդակով ընդունել է բանաձևեր, որոշումներ, օրենքներ, իսկ գիտական հանրության բնագավառում որևէ կասկած չկա ցեղասպանության իրողության վերաբերյալ։ Ովքեր փորձում են ժխտել հայոց ցեղասպանությունը, հայտնվում են ծիծաղելի վիճակում։ Անգամ թուրք պատմաբանների մի մասը, առավել ևս նրանք, ովքեր որ Թուրքիայից դուրս են գործում, այդ ամոթալի կարգավիճակում չհայտնվելու համար ցեղասպանության վերաբերյալ խոստովանություններ են անում, փորձում են ինչ-որ միջին տարբերակ գտնել, որ երկուստեք եղել են բախումներ եւ կորուստներ, իհարկե կարելի է որակել նաեւ ցեղասպանություն եւ այլն, բայց կան նաեւ ուղղակի ընդունող մարդիկ, ասենք Թաներ Աքչամի նման մարդիկ, որոնք ասում են, որ ուղղակի այսօր ամոթ է ցեղասպանության հերկման մասին խոսել են։ Նույնիսկ ռուս-թուրքական, այսպես ասած, լավ հարաբերությունները չեն խոչընդոտում Ռուսաստանին ցեղասպանության վերաբերյալ հստակ դիրքորոշում ունենալու հարցում։ Այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունները այն չեն, ինչ որ մենք կուզեինք, բայց Ռուսաստանի պաշտոնական շրջանակները վերջերս հայտարարեցին, որ ցեղասպանության խնդրում մեր վերաբերմունքը չի փոխվել եւ 1995 թվականի ապրիլի 17-ի Պետդումայի ընդունած որոշումը Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ եւ ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի շատակի օր հռչակելու վերաբերյալ մնում է ուժի մեջ։ Նշանակում է նույնիսկ այս մակարդակում եւս թուրք-ռուսական հարաբերությունները, այսպես ասած, չսառեցնելու մտավախությունից դեն այն կողմ ռուսները նորից պնդում են, որ ցեղասպանություն եղել է։ Պատմաբանն անդրադառնում է հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իշխանությունների ցուցաբերած զգուշավորությանը։ Ցեղասպանին մշտապես հիշեցնելով իր ոճրագործությունը դու մտածում ես քո երկրի անվտանգության մասին եւ սոս ես հնչեցնում աշխարհում, որ այդ վտանգը ինչպես կախվեց Արցախի գլխին, կախված է նաեւ Հայաստանի Հանրապետության գլխին, որովհետեւ աշխարհը ըստ այդմ վերաբերմունք հանդես բերի հանգամանք, որի հարցում կարող եմ ասել, որ մենք բավականաչափ թերացել ենք եւ այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Զրուցակիցս ցեղասպան երկրի հետ սահմանի բացման խոսակցություններով երբեք չի ոգևորվել, հեռանկար չի տեսնում։ Տնտեսապես Հայաստանը չի դիմանա այդ ագրեսիային։ Խնդրեմ մեր հարևան Վրաստանի օրինակը վերցրեք։ Եվ տնտեսապես, եւ ժողովրդագրորեն, որ շատ ավելի վտանգավոր է։ Մինչև 91 թվականը դուք տեսեք ինչպիսի ժողովրդագրական պատկեր ուներ Վրաստանը եւ հիմա ինչպիսի պատկեր ունի եւ որ ինչպես թուրքալեզու բնակչությունը օրեցօր այնտեղ աճում է, ադրբեջանցիների թիվը եռապատկվել է, հատկապես Բաթումի շրջանում տասնյակ հազարավոր թուրքեր են հայտնվել, որոնք նաեւ վրացական քաղաքացիություն են ստացել եւ բնականաբար տնտեսապես ավելի բարեկեցիկ վիճակում լինելով նրանք անպայմանորեն ուղղակիորեն ժողովրդական խոսքով ասած կուլ կտան Հայաստան, ես դրանում կասկած չունեմ։ Պատմաբանը չի հավատում նաև շրջանառվող այն թեզին, թե խաղաղության համաձայնագիրը մեզ խաղաղություն է բերելու։ Թուրքերի մոտ ախորժակը ընթացքում բացվում է եւ 1918 եւ 1920 թվականների երկու հարձակումների ժամանակ թուրքերը ցույց տվեցին, որ որքան հաջողություններ են արձանագրում, այնքան լկտի ու ստոր են դառնում, ինչը որ նրանք արեցին 18 թվականին, երբ գրավեցին Կարսը, այնուհետև պահանջեցին արդեն
Ալեքսանդրապոլը, հետո հասան մինչև Սարդարաբադ Արարատյան դաշտ, նույնն արեցին 20 թվականի Թուրքայական պատերազմի ժամանակ, Սողանլողի շրջանն էին պահանջում սկզբնական շրջանում, հետո նրանք գրավեցին Սարեղամիշը, Կարսը, այնուհետև մտան Արևելյան Հայաստան եւ ընդհանրապես Հայաստանի վերացման խնդիրը դրեցին։ Իսկ ինչպես խոսել ցեղասպան թշնամու հետ։ Միանշանակ պետք է թշնամուն հասկացնել, որ մենք մահվան դատապարտվածի նման պատրաստ ենք կռվել, եւ երբ որ թշնամին նույն Ադրբեջանը, որ այսքան հոխորտում է գիշեր-ցերեկ նախագահի մակարդակով, եթե նա իմանա, որ հայ ժողովուրդը պատրաստ է, դժվար բան ասեմ, 50-100 հազար զոհ տալ, ես ասում եմ մարդու լեզուն պապածվի դրանից հետո, բայց ինքը կունենա կես միլիոն զոհ, նա չի համարձակվի Հայաստանի վրա հարձակվել։ 2020-23 թվականների գործողությունները պատմաբանը որակում է որպես ցեղասպանություն, աշխարհը պետք է դատապարտի եւ զսպի թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։